կուզենայի պատասխանեի մի քանի այսպես կոմենտների։ Ես նորից եմ կրկնում։ Մենք հայերս պիտի հասկանանք մի բան։ Մենք չենք կարող լինենք ինչ որ մեկի մետ։ Չենք կարող լինենք Ամերիկա մետ, չենք կարող լինենք Եվրոպա մետ, չենք կարող լինենք Ռուսա մետ, չենք կարող լինենք ոչ մի մետ։ Քանի որ մենք պետություն ենք։ Ինձ ասում են՝ «Խի կպար սրան, խի կպար նրան, խի կպար նրան»։ Բա ում կպնեմ։ 20 տարի Արցախի կլանը ղեկավարելա մեր երկիրը, 20 տարուց ավել։ Չեն ճանաչի Արցախը։ Ոչ մի ձև։ Ոչ Հայաստանի տարածքում, ոչ անկախ պետություն, ոչ մի բան չեն արել։ Ինձ ասում են կպար սրան սահմանադրությունը եւ այլ եւ այլ եւ այլ։ Մարդը զավթել է իշխանությունը 18 թվականի ընտրությունների ժամանակ։ Գալիս է հաջորդը փողոցով ոչ մի բառ չի խոսում իշխանություն զավթելու մասին։ Ինձ ասում են 18 թվից մինչև 21 թիվը դուք աշխատել եք այսօրվա երկրի ղեկավարի հետ։ Շուրջ ջան, 18 թվին 99%-ով դուք կանգնած եք եղել այսօրվա իշխանավորի կողմին։ Գեներալ Արշակ Կարապետյանը ինչ պետք է աներ։ Ես չեմ արդարանում։ Ինչ էլ արել եմ, ճիշտ եմ արել եւ լավ եմ արել։ Եվ այսօր իմ անձնականը դրել եմ այն կողմ։ Ինձ ասում են՝ «Խի միացակ այս ինչին»։ Ես մի անգամ ասել եմ։ Այդ սաղ ընդդիմության մեջ մի գաղափարախոսություն տեսել եմ միտեղ։ Բոլորիդ խնդրում եմ, եղեք հայ։ Ու սրա նրա վրա պիտակներ մի դրեք։ Եթե մեկի մոտ էլ աշխատում եք, մի ասեք փող ենք աշխատում, տուն ենք պահում։ Մի քիչ ավելի բարձր ձեր անձնական մակարդակից նայեք, որտեղ այդ ձեր անձնական այսօր կեցվածքը միևնույն է կախված է այն քաղաքականության հետ, որը որ վարում է այսօր մեր իշխանությունը։ Մենք գիտենք ոնց անենք այս ամեն ինչից դուրս գանք։ Դամա նորից եմ խնդրում ձեզ, մասնակցեք մեր ստորագրահավաքին։ Ինձ հիմքեր է պետք։ Շնորհակալություն։